Ով է վերապրողը։ Դարիներ առաջ իմ փիլիսոփայության գլխավոր ուսուցիչս, որ գոչվեր Ժան-Լյուկ Նանսի, Ֆրանսիա Ստրասբուրգի համալսարանը 1988-ին էր ուրեմն հարցում ուղեց իր շրջանագի Ֆրանսիայի փիլիսոփաներուն եւ հարցում հետեւյալ ձևով բանացեված էր ֆրանսերեն լեզվով պիտի ասեմ qui vient après le sujet ով գուկա սուբյեկտն յետք յանտագային յետք այդ Կիրկով լույս տեսան պատասխանները այդ հարցումին եւ քիչ ավելի ուշ քանի մտարի յետքը Ամերիկայի մեջ նույն վերնակիրով լույս տեսավ նույն զեկուցումները ուրեմն անգլերենի տակմանված քանի հավելումներով անգլերեն վերնակիրներ who comes after the subject ով գուկա սուբյեկտն յետք այդ հադորին մեջ եւ ֆրանսական եւ անգլիական դարբերակներուն գա պատասխաններեն մեկը որ գբատկանի Էթիեն Բալիբաղը այսօր շատ ծանոթ պետք է ասել ֆրանսիացի փիլիսոփան որ Ալթուսերի աշակերտ եղած է իմիջի այլոց որ Ալթուսերին հետ աշխատակցած է կապիտալի մեկնաբանության հադորմունին միասին եւ այլն եւ ուրեմն 89-ին Բալիբաղը հոդվածը մկրեց որպես պատասխան այդ հարցումին ով գուկա յանտագային յետք եւ շատ բարձ մեկ դողով պատասխան մնե հոդվածը ինքը 30 անշուշտ պետք է պատճառաբաներ եւ պատասխան հետեւյալներ գուկա քաղաքացին ֆրանսերեն le citoyen անգլերեն the citizen Եվ ըստ երևույթին այդ պատասխան Բալիբաղին համար այնքան այդ հոդվածը, որ գրած էր 89-ին, այնքան իր մտածողական ընթացքին մեջ այդքան նշանակություն եւ կարեւորություն ստացած էր, որ նոր անցյալ դարի Կիրկը հրադարագեց 30 տարի հետ կգրեթե 25 տարի անցավ այդ կետքը չավելի այո մոդավորապես Կիրկը ֆրանսերեն լեզվով որ դակավին անգլերենին չէ տակմանված բայց հավանաբար կտակմանվի շուտով որուն վերնակիրն է բարձրապես ֆրանսերեն le citoyen sujet citoyen sujet երկուքեն մեկը այսինքն սուբյեկտ քաղաքացի Եվ որ վերնակիրն էր բարձրապես 89-ի իր հոդվածին, այսինքն այդ հոդվածը 25 տարի մտքին մեջ բահեր է, որբեսի 25 տարի վերջը ուրիշ ուսումնասիրություններ ավելցնելով բավական ծավալուն կիրք մնե, նախ հրադարագե կիրքով, հետո այդ դպավորությունը դա որ վերջին 25 տարիներու իր մտածողությունը այդ մեկ ուսումնասիրության վրա հիմնված է, կարծես թե ինքն իր աչքին թարաթարցիկ հայտնագործություն մներ ինքն իսկ իր աչքին որ ուրեմն սյուժեն յետքը գուկա եղեր քաղաքացին ուրեմն երկու բառով պետք է բացատրել եւ անխուսափելի է պատասխանը եւ դարօրինակ գերբով սահմանափակ ուրեմն նախ անխուսափելի եւ խորուն գերբով անխուսափելի պետք է երկու վարգյանով բացատրել հարցումին նախ նշանակությունը ով գուկա սուբյեկտն յետք ինչու մեկը պետք է մեկը կա սուբյեկտն յետք որովհետև վերջին հավանաբար գիսատարուն 20-րդ տարու Ֆրանսիային դուրս փիլիսոփայության մեջ զանազան կողմեր է եղած են փորձեր եւ կատարված է աշխատանքը սուբյեկտեն սյուժեեն անտին մտածելու բոլոր ֆրանսիացի ներու անունները որ գիտեք կարևոր ցեվով այս հարցումին մեջն են լական հոգեվեր լուծողը ռճագավոր որ գործած էր
այդ կաղապարը ասենք սյուժեի, բայց անշուշտ խնդրականացնելով ծևով մը, ով որ գիտեք այդ խնդրականացումին մեջն է, կարծես թե իրենց բոլորին մտքին մեջը 200 տարի այս սյուժեի գերբարը, քանի որ գերբարմն է ծևով մը դիրաբեդած է եւ ժամանակը եկած է կամ արդեն իսկ այդ ժամանակի վերջավորության մեջն ենք, որ մտածելու թե գպավ է եւ գիտեք որ հավանաբար թեր խաղացած է նաեւ այս ամբողջին մեջ, բայց իր թերը ուրիշներու գարկին Հայդեգերը, որոնց համաձայն վերջո վերջին շրջանի փիլիսոփայությունը սուբյեկտի փիլիսոփայություն մներ, ինքը գսե սուբյեկտի մետաֆիզիկա եւ իմ պրոֆեսորները փիլիսոփայության շատ կգտնեին այդ փանացևը յանտագայի փանազանցություն։ Ուրեմն ժամանակը եկած էր հարցումը տնելու։ Հիմա Բալիբարին պատասխանի մասին մինչև 18-րդ դար Քերիշխանը գրնարսել ֆրանսերեն լեզվով mes sujets, այսինքն իմ յենտականերս եւ հանգարց 18-րդ դարուն այդ սյուժե բարը իր իմաստը կփոխե եւ այնպիսի ցեվով կփոխե իմաստը, որ ուղղակի իմաստի փոփոխությունը հեղափոխություն մնե ինքնին եւ այնքան ինքնին հեղափոխություն մնե, որ խորքին մեջ արդեն իսկ ոչ միայն գնախագարաբեդե, այլ գբադրաստե հիմքը գտնե այդ մյուս հեղափոխության, որ գոչենք հեղափոխություն, որ քաղաքական հեղափոխությունն էր Ֆրանսայի 18-րդ դարու վերջավորության։ Եվ ուրեմն ինչ էր այդ հեղափոխությունը բարձ բարերով դերեմը սկսյալ յենթագան եւ այդ հեղափոխությունը դերմը արձանագրված է, չեմ ուզեր ասել, որ ինքն է թրթողը, բայց արձանագրված է Ռուսոյի կորձին մեջ, դերմը ուրեմն գուկա, երբ որ յենթագան մասնակցի Քերիշխան ուժին, այսինքն բարձ ասելով օրենքները արդատրող ուժին եւ ուրեմն յենթագան գտարնա այն որ գհբադագի այո, բայց գհբադագի իր իսկ հրճագած օրենքներուն եւ ուրեմն եւ մասնագիցն է Քերիշխան ուժին եւ յենթագան է այդ Քերիշխան ուժին եւ ուրեմն որպես յենթագա ինքնիր հրճագած օրենքներուն գտարնա ինքնիշխան։ Բալիբարին համար այդ ինքնիշխան յենթագան շատ բարձ քաղաքացին է։ Եվ խորքին մեջ Բալիբար գգկնե ինչ որ Ռուսոն ասած 200 տարի առաջ։ Ուրեմն ադորամար գսեմ Բալիբարին ասած այդտեղ անխուսափելի երանգ ունի, չէ, եւ կրետե բացահայտ, այո, լսված է 200 տարի առաջ, որ յենթագան դարձած է ինքնիշխան, ուրեմն այդ ինքնիշխան յենթագան բարձրապես քաղաքացին է եւ այո, հեղափոխություն մնե եւ ինչու սի քիչ առաջ որ սահմանապակ է, որովհետեւ բարձրապես գգկնե փամուր բացահայտ է։ Բայց գնշանագե որ այդտեղ արտի վերջին 200 տարիներու եւ բիդիեսի ուժով գերբով այո 200 տարի առաջ ստեղծված ոչ միայն անպայման Ֆրանսիայի մեջ ժողովրդավարությունն է որ կոնտրոլ արգա է ժողովրդավարությունը պետք ունի միշտ վերահիմնվելու եւ ուրեմն վերամտածվելու Փամը չէ որ դվյալ մնե դրված է եւ քանի որ խորքին մեջ նոր երևույթ մնե ժողովրդավարություն գոչված է հագարական օր որ Ֆրանսիայի 18-րդ դարու մտածող քաղաքական մտածողները գհղվեին ինչպես գիտեք 2500 տարի առաջվան հույն հունական աթենքի ժողովրդավարության
բայց ռետորությունը գադոր մեջը պետք է մտածել վերստին այդ գաբակցությունը իրենք բարձրապես գհղվեին քանի որ պատմությունը իր կորձածած կոնցեպտներով ասենք ցավով մգրկնություն մնե բայց խորքի մեջ երբեք գրկնություն մջե բայց ամեն տարաշրջանի մարդիկ որբեսի փամը գարանանսել իր այսօրվան ռազին մասին պետք ունին հղվելու այդ անցյալին ասենք ուրեմն նորեն ասեմ ժողովրդավարությունը ճիշտ է որ բարը գարնեն հունարենեն երբ որ կստեղծեն 18-րդ դարուն հին 2500 տարի առաջվան իրենց երևակայած քաղաքական համագարկեն այո բայց իրականության մեջ նոր կստեղծեն 18-րդ դարուն ուրեմն գա փամը որ գոչվի ժողովրդավարություն եւ պետք ունի անդադար վերստին մտածվելու ուրեմն փորձարկվելու հերինակ մգա եւ վիդեսեի մեկ հոգի միայն որուն կրեթե անկիդակցաբար կորձին եւ ցանկին ծրագիր եղած է վերադառնալու այդ ցակումի բահուն որ 18-րդ դարում ենթագայի հեղափոխության բահն է Ժորժ Բատայնն է ավելի չբացատրեմ բայց ինչպես որ իսկ հասկանամ իր ծրագիրը այդ է վերադառնալ հոն եւ վերստին ցավով իր մարմինը իր ցանկը իր միտքը իր խելքը նվիրել այդ փոփոխության այդ հեղափոխական բահուն վերստին մտնել այդ բահուն մեջ նվիրվել այդ բահուն որբեսի գարենանք մենք եւ մեզ առաջ ինքը BDSA վերստին անգլերեն բառը կորցած եմ հոս to replay խաղմն է որուն առաջին զարերու նետվիլը պետք է նորեն նետվի որբեսի հասկանաս թե ինչ բադած է այդտեղ եւ ինչ էին պայմանները որ ստեղծեցին ուրեմն ժողովրդավարությունը եւ ուրեմն մեր սիրելի Ժորժ Բատայը 39-ին այդ բահուն երբ որ իր մտային եւ հասարակական գործունեության առաջին շրջանը գվերջանա վերջին հոդվածը ունի որ գոչվի ֆրանսերեն La folie de Nietzsche Nietzsche-ի խելակարությունը եւ հոն գպացադրե թե ինչպես պետք է ինքսինքդ ամբողջովին նժարին վրա տնես խելքով միտքով մարմինով գործանելու սեմին հասնելու աստիճան եւ կաղապարը որ հետո ցերկարած է ավելի ուշ ուրիշ ձևով բացադրելով ուրիշ ձևով փորձարկելով եւ այլն եւ գոչած է ասպարակային ոչ թե փորձարկում այլ փորձնգալում կամ փորձառություն ֆրանսերեն էքսպերիանս եւ հոն գսե պետք է այն աստիճան ուրեմն նվիրվել այդ վտանգին որ խելակարության վտանգն է որ եւ մտքին մեջ ունի Նիչեի խելակարությունը եւ ուրեմն իր փանացեվում հետեւյալն է դառնալ գսե զոհը Mérisque օրենքներուն ֆրանսերեն la victime de ses propres lois որ ուղղակի բարաբար 200 տարի առաջվան Ռուսոյի եւ Կանտի ֆորմուլան է բնորոշելու համար քաղաքացին le citoyen որ ինչ է le citoyen իր ինքն իր օրենքներուն ինչն է բայց գտեսնեք ինչպես բատայ գփոխե մեկ բարով այդ փանացևը եւ գսե ինքն իր օրենքներուն զոհը եւ ուրեմն այդ սևերեն մեկն է որ բացարելու համար ցեզի այդ վերապորձարկումը 200 տարի առաջ կատարվածին պետք չէ մոռանալ որ բատայ գաշխադեր այն շրջանին երբ որ ֆաշիզմը ամբողջ Եվրոպայի
երեսին դարածված էր, այս մեկ նախադասությունը 39-ին գրված է եւ ճիշտ է որ այդ շրջանին բացահայտ գերբով իր ցանկին նպատակներ իր կորձունեության, իր մտածողության, իր բարեկամներուն հետ աշխատանքին նպատակներ ֆաշիզմին թեմտնելու, ինչպես շատ ուրիշ ժամանակագիցներ իր ինքը Ձայրակուն Ծախագոմյան, բայց Վալտեր Բենյամին, որ նույնպես նույն դարիներում Փարիզ էր եւ Ժորժ Բատային հետ բարեկամ էր հավանաբար ինչպես որ գիտեք, ի վերջո ինքնալ իր այդ շրջանի քրազներում մեջ նպատակ ուներ ֆաշիզմին թեմտնելու, այսինքն գարենալ ֆաշիզմի լույսին դակ վերամտածելու եւ հոն հրադաբեր իրապես հարցը ժողովրդավարությունը եւ երբ որ գսեմ հոն հրադաբեր չի նշանակեր որ այսօր հրադապ չէ բայց այսօր ասենք այդ դպավորությունը ունենք որ ֆաշիզմը մեր թուրերուն չի փախեր ներս մտնելու համար եւ խուժելու համար մեր դարածությունները ներս չէ օքեյ ասիկա առաջին բաժիններ խոսելիքիս Սկիզբը ով է վերապրողը։ Հիմա գուզեմ քիչիկը այդ հարցումին մոդենալ, միայն մոդենալ։ Ժորժ Բատայ 1940-ին հանդիպած է մեգումը, որ Ֆրանսիայի մեծակույն քրողներն մեկն է 20-րդ դարում, որ գոչվի Մորիս Բլանշո։ Եվ անմիջապես դարձած են ամենամոդիկ բարեկամները։ Գսվի որ Բլանշո երկուքի միան դու գսեր մեկը Ժորժ Բատայն էր Բլանշոն կյանքի մեջ սանք էլիտար գեցվածք մուներ որովհետև ասենք նորեն բարձեվով եւ եթե ճիշտ չէ բարը հետո ուրիշ ավելի ճիշտ բարը գտնենք երկուքին ալ կյանքը փոխված է այդ հանդիպումով Բատային կյանքը փոխված է, որովհետև դարձած է քրող, ինչ որ չէր առաջ ակտիվիստ մներ, քաղաքական, Ձայրակուն Ծախագոմյան, հագաֆաշիստ, տերտերու խմբակիր, արվեստի, գրոնքի հիմնադիր, ինչպես գիտեք, բայց քրող չէր 1943-ին լույս տեսած է իր առաջին գիրքը 46 տարեկան էր Բլանշոն իր առաջին գիրքը տպած է 1940-41-ին Thomas l'Obscur Thomas Մտակինը այդ գիրքը Բլանշոն 10 տարի հետքը 11 տարի հետքը վերստին ցերկարած է եւ ավելի գարջ դարբերագովը շատ ավելի գարջ դարբերագովը վերադպած է եւ այդ դարբերագը որ գարտանք այսօր եւ որուն առաջին միջայլոց գլուխները թակմանած եմ հայրենի եւ լույս տեսած է գարձեմ իմ ռադարագած գամ հանտեսիս մեջ 1980-ին գրջատված ցևով կամ դարբեր մոդեցումով նույն վեբն է 51-ին մնաց որ այդ վեբին վրա Բլանշո ստերեոտին աշխատած էր արդեն դարիներով երբ որ 40-ին լույս կտեսնե եւ ուզեմ ասել հիմա քանի որ Բլանշոյի մասին պիտի խոսիմ քանի մպար Բլանշոյի վիբական եւ քննադատական արտադրության մասին այդ հաջորդ 20 տարիներուն հիշեցնեմ որ Ժորժ Բատայ մեռած է 1962-ին Բլանշոն շատ երկար կյանք ունեցած է մգարձեմ մեռավ 2003-ին կամ 4-ին հագարականոր որ իր քրություններում մեջ որ հաջող ինքնագենսակրական են բայց անուղագի գերբով գխոսի իր դգար գազմին մասին եւ խնդության այս օրցերեգի խելակարության մասին հոնալ իվերջո ագնարություններ կան այդ իր դգար գազմին եւ որ սակայն գսե ճիշտ է դգարեմ բայց ցեզ մեջ շատերը պիտի թաղեմ եւ այլն ուրեմն Բլանշո 40-ական թվականներուն գրած է 3 վեբ գրադարագած է 3 վեբ մեկը այս si Thomas Մտակինն է հետո Ամինադաբ անունով վեբը հետո 48-ին էր Le Tréau անունով վեբը այսինքն բարձրյալը հետո որոշած է որ ալ վեբի չգրե
Եվ ուրեմն ինչ որ ադարագած է հետո մինչև 57-ը վեբ անունը չեն գրեր։ Վիբագանի գմոդենան, վիբագանի հանգամանք ունին, բայց վեբ անունը չեն գրեր։ 49-ին ուրեմն բիդի ասեմ թե այս թիրքը որ ցերկս է ինչ է 5 վարգյան վերջը, կամ 2 վարգյան, 49-ին դպված 10 էջնոց վիբագի մեջ, վիբագ կորպարը գործածեմ իչկոյել ավակունի, այդ վիբագը գոչվեր ֆրանսերեն հարցման նշանով մը աղեսի, հարցման նշան, հայերեն տակմանածեմ բադումը հարցման նշան, վերջավորության գսե, բադումը ոչ մեկ բադում այլ ևս երբևից է, որ մեկնաբանները կամ ընթերցողները դժվարություն ունեցած են, ասենք ճիշտ հասկանալու, որովհետև հաճախ հասկացված է հետևյալ ձևով, գիտեք, 49-ին է այս, ատկե քիչ մի ետքը ադողնոն արդայդված է Աուշվիցեն ետքը Պանաստեղծություն գրելու անգարելության մասին եւ այլն եւ հաճախ մոդեցուցած են այս ասածը Բլանշոյին այդ մեկ խոսքին ադողնոյի եւ Բլանշոնը որ ի վերջո իր ասածներուն դիրաբեդողը չէր անպայման ինչպես ամեն գրող ավելի ուշ ինքն էլ սկսած է մեկնաբանել իր ասածները ադողնոյի ասածին լույսին դակ ինչ որ շատ դարինակ նախ պամն է զարգացում մնե հետո որ նաև կպաստե որ գրողները երբեմն պետք է ձերանան ինչ չսենք կոր ուրեմն ոչ մեկ բադում այլ եղես երբևից է մյուս ձևը հասկանալու այն էր որ նայեցեք քիչ առաջացի այլևս վեբ չի գրեր այո բայց ոչ մեկ վեբ չսեր ոչ մեկ բադում գսե գուզեյսել երես քրականություն են բիդի հերանա ոչ հավանապար բադում են բայց որ ինչ տեսակի բադում են որ մեկ բադում են բադում parով գտակմանեմ արևմտայերեն սովորություն է տակմաներ ֆրանսերեն ռեսի parը բայց նայեցեք այս գիրքը որ դպվեցավ անցյալ դարի ինքնակիրի ասենք հրատարակչադունեն Մորիս Բլանշո վիբումներ ուրեմն իմ թարգմանություններս են Մորիս Բլանշոյի 3 վիբակներու կամ վիբումներու քանի որ parը պետք է որբեսի ասենք փամը որ վեբ չէ եւ սակայն գբատմե եւ սակայն ուրեմն գվիբե ուրեմն վիբումներ Հիմա ասեմ թե որոնք են, թե ինչ հրած է 49-ին ետքը, 48-ին ունի վեպը, որ խենթենալի կեղեցիկ վեպն է և գարջ վեպն է, 140-նոց, գգոչվի ֆրանսերեն l'arrêt de mort, l'arrêt de mort, մահավջիր գնշանակ է ֆրանսերեն, հետո պիտի պացադրեմ այդ վերնակիրին պարտությունը, l'arrêt de mort, հետո հաջորդ տարին այս որ հիմա քիչ առաջացի որ գոչվի բադում բայց վերադպված է 73-ին բզդի քրկույգով եւ վերնակիր փոխած է գոչվի այսօր ալիևս օրցերեգի խելակարությունը ֆրանսերեն la folie du jour 50-ական թվականներու 51-ին հրատարակած է այդ վերստին այդ առաջին վեբը Thomas l'Obscure Thomas Մտակինը բայց այս անգամ վեբ անունը հանելով բանեն որպես բնորոշում ժանրի եթե գուզեք հետո ունի 3-4 վիբումներ նորեն որոնք հետս հետե գհերանան բադումի բատմելու գամեցողութեն են կրետեբիրի ասեի Եվ վերջապես դեղ մը գասնի այդ կիրքին, որ 57-ի կիրքն է, որ գոչվի վերջին մարդը Եվ այդ կետքը ալևս Բլանշոն բադում, վիբում, վեբ չի կրեր Ուրիշ բան կրե, ուրիշ դեսագի, բայց ոչ այս մեկը Ուրեմն բիդիեսի հետևյալը, պետք ունեցած է 8 տարի, 49-ին մինչև 57-ը, կրելու համար ինչ որ ձանուցված էր, նախադեսված էր ձևով,
այս մեկ նախատասության մեջ բադումը ոչ մեկ բադում այլ եւս երբևից է այսքան դարի պետք ունեցած է որովհետեւ այդ վերջավորությունը իրապես քրվի, այսինքն քրել, ասել, որ ալբի չքրեմ եւ հետո քրիչը տնել եւ հեռանալ, բանի միջի ծարայր, որ վերջավորությունը չես կրած։ Մեկը պիտի հասկանա թե ինչու պիտի դատրիս վիբել է ասենք, բայց ուրեմն պետք է քրել վերջավորությունը։ Ուրեմն 8 տարի պետք ունեցած է, որովհետեւ արձանակրե քրե վիբելու անհրաժեշտության վերջավորությունը ծավալում կամ պետք է փոխել այս ծավալը ասելու։ Okay։ Հիմա Ըսի վերապրողը սկիզբը եւ դակամին վերապրողի մասին չեմ խոսած։ Վերջինը գուգոչի վերջին մարտը 57-ինը թակմանված է հոս է։ Դերիդան այս բլանշոյի վիբական արդարացության մասին էջեր նվիրած է։ Այդ էջերուն մեկ մասը հավաքված է քիրքի մեջ, որ գոչվի ֆրանսերեն պաղաժ։ Պաղաժ կնշանակե դերիկ ասենք։ Եվ ինչու դերիդան ասի, որովհետև միակ մեկնաբանն է բլանշոյի, որ սկայուն է այս վերապրողի գերբարին բլանշոյի գործերուն մեջ։ Եվ ուրեմն հոն դերդեղ ամեն ինչի մեկնաբաներան անշուշտ հավանաբար ինքսինքին համար քրված նոթեր էջադագի զանոթակրություններում մեջ գտնե բարձրապես մեջբերումի ձևով խորելով որ օրը պիտի մեկնաբանե եւ այլն եւ այդ մեջբերումներն մեկը վերջին մարտը վիբագեն առնված նախատեսություն մնե նույնիսկ Աստված պետք ունի վգայիմը նույնիսկ Աստված պետք ունի վգայիմը վերջին մարտը այն է, որուն մեջ վգան չնչված է։ Եվ վգան չնչված է կնշանակե, որ ոչ թե միայն չի գրնար բատմել, որպես վգա ասենք, ինչ-որ բադած է իրեն, իր շուրջը, իրադարձությունները, բադարները, թեփքերը եւ այլն, այլ նաև չի գրնարը լալ ինքն իր վգան, երկուքը միայն ժամանակ։ Եվ այդ պատճառով վերջին մարդուն բատմասանին, այսինքն եսսորին, բատմողին, հարցը երևյալն է, եթե ինքը չի գրնարը լալ ինքն իր վգան, արդյոք ես պետք է լամ իր վգան, այսինքն խաղամ այն թերը, որ անհրաժեշտ է ամեն մարդ պետք է ունենա վգամը, կամ գարենա լալ ինքն իր վգան, ինքսինքը տեսնել հայելիին մեջ, միջի այլոց։ Եվ դեղ մգուկա, ուր ես սողը գասկնա, հավանաբար ամենին դժվարը, որ ոչ, անշուշտ ոչ թե պետք է ըլլա անոր վգան, որ չունի վգա, չի գրնար ըլլալ ինքն իր վգան, այլ պետք է ընտագարագը բաշպանը ըլլա իր անվգա ըլլալու իրողության։ Դժվար է հասկանալ, խենթենալիք խորունք թեմա մնե։ Ով է վերապրողը? Վերապրողը այն է, որուն մեջ վգայելու եւ ուրեմն ինքն իր վգանը լալու հնարավորությունը, կարողականությունը մերձված է։ Կապրի դագավին, գխոսի աշխարհի 35 բդդի թերևս այն վերապրողները, որոնք մենք դուք իրենք մեր հայրերը վերապրող էին նույն իմաստով վերապրող էին հոն է ամբողջ դժվարությունը այս հարցումին ով է վերապրողը որովհետև երբ որ բլանշոյի գործերը գգարտակ, որ բացահայտորեն անշուշտ ձայր վերապրումի երևույթին մասին են,
եւ հարց կուտան իրենց թե ով է վերապրողը պատկերացնեն ցուցաբերեն փեմատրեն գերբարներ կամ վերջին մարդու բարակային գերբարմը որ մեր աչքերուն արջև գտնե ինչ որ պիտի գոչեի բացարձակ վերապրողը ով է բացարձակ վերապրողը այն մեկն է որ չի ժխտեր, չի հերքեր ինքն իր մեջ իր ինչը, իր վերապրողը լալը, այսինքն իր ինչը, այսինքն իր այդ անգարելիությունը, այդ անգարողությունը ինքն իր վգանը լալու բացարձակ վերապրողը այն մեկն է որ չի հերքեր ինքսինք որպես վերապրող բացարձակ վերապրողը իր բացարձակ վերապրողի անունին արժանի է որովհետև ես չեմ դուք չեք մեկը չի գրնարը լալ որ մեր շուրջ կբդդի ադիմաստով բացարձակ է եւ ինչու որովհետև հետ աղետյան վերապրողները ամենօրյա կյանքի մեր հայրերը իրենց համար անհրաժեշտ էր հերքելու իրենց բադահածը արմատական ձևով, գառուցային ձևով, եթե ոչ պիտի նշանակեր ուղղակի անցնասմանը լալ եւ ուրեմն վերապրողը դարօրինակ գերբով այն որ բացարձակը չէ այն որ գհերքե շատ բարձ է գհերքե ինքսինք որպես վերապրող հերքելով որ իր մեջ մերձված է վգայելու հնարավորությունը եւ ինչ ձևով գհերքե վգայելով Սովորական վերապրողը ինչպես գիտեք կգարձենք որ վերապրողը պետք է վգայե ուրեմն գերտանք միկրոներով չէ եւ իրեն ինտերվյուներ գնենք հետո իր վգայությունները կբահենք թարաններու վրա կամ քզրոցներու մեջ հետո գրադարագենք երբեմն ամերիկյան համալսարանները լեցուն են եւ հայկական եւ հրեական եւ ուրեմն ողջագեզի եւ հայկական Պնաչնչումի վերապրողներու վգայություններով վերստին եղած են արշավներ որպեսի հավաքվին այդ վգայությունները եւ այլն եւ ուրեմն ամեն մարդ կգարձե որ վերապրողը պետք է վգայե եւ ուրեմն ոչ մեկը կանտրատարնա որ ճիշտ հերքումն է վգայողի էությանը վգայողը կմասնակցի իր հերքումին վգայող վերապրողը այսինքն այն որ հերքե ինքսինք այն որ բացարձակ վերապրողը չէ գմասնակցի իր իսկ հերքումին եւ ուրեմն բադասխանե գահագաստե բարդատրանքիմը որ գսե իրեն բացմե Ինչպես մերինները գերտային եւ այդ 80-90 տարեկան ձերերունքով, որ երբեք չէին խոսած իրենց կյանքին ընթացքին, որև անգարելի էր խոսելը, գխոսեցնեն, հարցումներ գնեն, դեռ մնա գհարցնեն, թե դուք բռնապարվեցաք, այդ եւ այդ գինի 90 տարեկան, որ անշուշտ ամբողջ կյանքին ընթացքին չէր ասած, որ բռնապարված է, այդ պահուն այդ երդասարդ փիջին պիտի ասեր, որ բռնապարվեցավ 1915-ին։ Ուրեմն վերապրողին վգայող վերապրողին գա այդ բարդատրանքը որ դուրսեն գուկա կամ ներսեն պիտի վգայե բարդատրանքը մնե պիտի բատմե ինչպես որ բադայեցավ եւ ուրեմն պիտի մասնակցի նաեւ այդ հարցումին ենթադրյալներուն պիտի մասնակցի բատմակետներու աշխատանքին Եվ պիտի հերքե ինքսինք անդադար մասնակցելով պատմագիտության հիմքերը տնելու այդ գանչին, գոչին, գամեցողության եւ այլն։ Եվ ուրեմն ինքն իր գարքին պիտի դառնա ինքն իր պատմագետը, հերքելով իր
հերքելով իրեությունը, որ վգայելու կարողությունը մերձված լալներ ինքն իր մեջ։ Քանի որ այդ աղետը վգայելու կարողության մերձվիլն է։ Եվ Բլանշո գրե իրենց հետազոտությունները ուրենքոս դերմնենք անորոշ դերմը արգածեն ետքը աղիդալի արգածեն ետքը աչքերը գործընծուցած է կամ քրեթե գործընծուցած վերապրողմն է եւ ուրեմն գահարցու փորձվի գահարցն ինչպես բադայեցավ փոսեցեք եւ գմասնակցի իրենց հետազոտություններուն իրեն նույնիսկ իրենց մեկը գտարնա իրենց հետազոտությունները հետաքրքրությունը շարժած էին բոլորս թիմագավոր որսորդներու կնման էինք ով էր հարցու փորձողը ով էր պատասխանողը մեկը գվերածվեր մյուսին բարերը առանցին գխոսեին այսինքն ինքնալ գտարնա անոնց մեկը ինքնալ ինքնին գուղե այդ հարցումը ինքնալ այդ բարդատրանքը ուրեմն գուղե ինքսինքին խնդրած էին ինձ մե պատմեցեք ճշգրտորեն ինչպես դեղի ունեցան այս բոլորը բադումը սկսա ոչ գիտունեմ ոչ ալ դքետ հոս պետք է բացատրեմ որ բանը այս վիբումին վիբագին սկիզբը ճիշտ այս դողերն են ոչ գիտունեմ ոչ ալ դքետ ուրեմն երբ որ այս հանգարտ այս դողերը գարտանք դաս հետ վերջը կանտրատարնանք որ ամբողջ բադումը պատասխանն է այդ պատմելու բարդատրանքին ոչ գիտունեմ ոչ ալ դքետ ուրախ բայեր ունեցած եմ բայց ադսելը բավական չէ պատմությունը պատմեցի ծայրե ծայր ուզայն մդի գրին հասկացած չափովս հետաքրքրությամբ կոնե սկիզբը բայց վերջավորությունը անակնկալ մի եղավ իրենց ինչպես իրենց ինձի համար այդ սկիզբեն ետ կսեին պիտի անցնիկ հավաստի անցուտարձերուն ինչպես դե հավաստի անցուտարձերուն բադումս վերջացած էր եւ ֆրանսերեն vous en viendrez au fait անգլերեն you will come to the facts ուրեմն այդ հարցումը այդ բարդատրանքը այդ անորոշ անձերը որ բարդատրեն որ բատմե բատմվածը բավական չէ իրենց իր այս վերապրողին բատմվածը որ բացարձակ վերապրողն է որ չի գրնար վգայել ինքն իր մասին անշուշտ բայց իրենք գուզեն ֆրանսերեն the facts Գիշեք Նիչեն իր պարոյագանության ինչպես կգոչվեր մասին կիրքին մեջը միակ կիրքը որ շարունակական նիվերջո շարադրություն ունի որ գծաղր է Parachagme gane kermaneren franseren le fétalisme gase այսինքն բաներու ֆակտերու այսինքն հավաստի իրադարձություններու այդ ճաշտամունքը որ մեր վերջին ճաշտամունքն է մյուս բոլոր ճաշտամունքները մորնալ է եւ չնչել է յետքը ստիպվեցան ընդունել որ անկարող էի բադահածներուն բադահածներով բադումը գազմելուն գործընծուցած էի պատմության ըսկացողությունը բամը որ հաջահակի դեղի գունենա որոշ եվանտություններու բարակային ֆրանսերեն j'avais perdu le sens de l'histoire գործընծուցած էի պատմության ըսկացողությունը Եվ քանի որ ինչպես նորեն բացատրեցի արջի օրվան տասախոսություններուս ընթացքին թակմանիչները դժվարություն ունեն մարսելու միակ մեկ բարակայի սված երբ որ գվերապերի պատմության այնքան սրբազան է պատմությունը որ դժվար է հավատալը որ մեկը գրնա ասել որ գործընծուցած է պատմության ըսկացողությունը անգլերեն թակմանության մեջ այս դողերուն թակմանիչը որ շատ լավ թակմանիչ մնե գին մնե թակմանած է I had lost the sense of the story Կարծես թե իր պատմածներուն կամ պատմությունը կպատմեր վերգոր իր կյանքի մասին եւ ադոր բանը քիծը գործընծուցած էր եւ այլն միշտ գողոսի գոր պատմության մասին եւ այլն Բայց այդ բացատրությունը զիրենք ալավելի բանջկոտ դարձուց այն ադեն առաջին անգամ լալով նշմարեցի որ երկու էին այսինքն հացուփորձողները այդ բարդատրողները որ բատմեմ որ վգատառնամ
որ ես իմ վգասել լա մագարագանոր որ ես քանի որ բացարձակ վերապրողն եմ չեմ գրնար ես իմ վգաստանալ իմ էությունս է չգարենալ վգայելը իմ մասիս Այն ադեն առաջին անգամ լալու նշմարեցի որ երկու էին ան ավանտագան վարվելագերբին թեմ այդ զեղծումը թեև կբացադրվեր այն ուղղությամբ որ մեկը դեսողության մասնակետ էր մյուսը օկեգան հիվանդություններու դեպաբար մեր խոսակցության գուդար հետաքննությամը հանգամանքը խիստ կանոնիմը հսկողության եւ հագագշրին դակ անշուշտ ոչ մեկը ոչ ալ մյուսը ոստիկանաբետներ բայց եւ այլն Եվ որ դեղ գուկա երեք դողվերջը, այդ բադումը ոչ մեկ բադում այլ եվս երբևից է, որ հիմա պետք է հասկանալ ինչպես, անշուշտ վգայելու արարքին իսկ թեմ ելույթմը, ոչ մեկ բադում այլ եվս, չի նշանագեր վեպի չկրեմ, կրողի մգոմ է, չի նշանագեր որ Adornoի խոսքը, որ Auschwitz-ն յետքը պետք է որ փարոյական խոսքը, փարոյա խոսական խոսքը, կամ փարոյաբաշտ խոսքը։ Բացարձակ արես գապչունի ադոր հետ։ Խոսքը գսե գտիմատրե, թեմ գտնե։ Բատմելու վգայելու բարդատրանքին, որ գուկա ոստիկանաբեդեն։ Եվ կացող ինտերվյուները նողը վերապրողներու հետ անշուշտ ոստիկանաբետներու կամ ոստիկանաբետության մեղսագիցներն էին այսօրվան համար բավական է շնորհակալ եմ